Դվայորոտնի քուրս 3 տղա է ունեցել, քերի եմ դարել, լկտի ձևերով խամելն եմ, բայց չեմ ուզում գործի գնամ, բայց պիտի գնամ, որտև գործընկերոջս հետ հանդիպում ունեմ կարևոր, հեսա մի հատ հելնեմ, լվացվեմ, հաց ուտեմ, հագնեմ, լավ շուխրում յարա ելնում եմ, Ալո, Սամո, արա երեկ ինչ են կարը երեխուտ ծնվելուց։ Ինչ երեխա։ Քո երեխու, որ երեկ ունեցել ես։ Հա, ճիշտ է, ես երեխա եմ ունեցել, աչքներս լույս։ Ինչ աչքներս լույս, սաղ դեմքիս տատուներ է, երեկվանից բան չեմ հիշում։ Մենակ հիշում եմ այդ արաղի անունը, Մասկովսկի տրեշ։ Բա երեկ իրար հետ գնացինք տատու անելու, ինչ էինք խփել որ։ Սամո ճակատից խփել են քերի number 1։ Հա, 100% համջան։ Ինչը 100%, վզիս էլ ինչ-որ ամսաթիվ է գրած։ Հա, իրեք ասեցիր ուզում եմ երեխու ծնվելու ամսաթիվը տատու անեմ։ Ոնց, բա ինչի է խփած 2015։ Հա, սխալ ենք գրել երևի, կարամ այսօր զանգեմ գնանք սարքենք 2025։ Սամո գժվել ես ինչ ես խոսում, աչքիս տակ էլ խփածա թան։ Էդ էլ ասեցիր խփեք, տունիչնելուց հիշեմ թան առնեմ։ Արա լավ Սամո, ես եմ խմած եմ եղել չեմ հասկացել ինչ եմ անում, դուք ինչ չեք կանգնացրել։ Համջան, մենակ դու չես խմել էդ արաղից, մենք էլ ենք խմել, դու հլը իմ վրա խփած նակոլկեքը չես տեսել, ճակատիս, լավ տենանք ցույց կտամ, սենց ասելու չի։ Բարև Հարութ։ Պրիվետ աղբերս։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Այս ինչ է եղել, պաշտոնը դու հարկդ բարձրացրել են։ Այ աղբեր, բերանդ խերով բացի։ Ես որ լող չեմ, ելն եմ վերևն աշխատել։ Բա ինչ կա ստեղ։ 2 ժամով անին եմ փոխարինում, գործ ուներ, հեսա կգա։ Իմ համար ինչ տարբերություն որտեղ եմ պարապստեղ, թե ներքևը։ Այսօր անի հետ աներձակսել է գալուստեղ։ Նենց եմ զզվում դրանից, մետ անհամ գյադա է։
Անի սաղբերը չլնես շուտվանից գիտը ջարդել է։ Կներեք, աշխատանքային հեռախոսին զանգ է գալիս, ես պետք է պատասխանեմ։ Պետուր ՍՊ հարութը լսում է ձեզ։ Չէ, Համլետը տեղում չի։ Այս ինչ իմանամ երբ կգա։ Չեք ուզում համագործակցեք, մի համագործակցեք։ Եթե անին մի կես ժամ էլ ուշանա, մեր ընկերությունը կմնա առանց գործընկեր, իսկ մենք առանց գործ։ Լավ, դե քեզ լավ աշխատանքային օր, ես գնամ նախաճաշ անեմ։ Կուզես ես եթե դվերցրակեր, պանրային համով գետն անուշ է, կարս սկսես հացի վրա ուտես։ Օ, բնգեր, սաղ չէ, բուրըտ պայի լցնեմ մեջը։ Բարև ձեզ։ Տնից դուրս գալուց առաջ զանգեցի տատու մաստերին, ասեցի ինչ ա եղել, ասեց այդ տատուները հանելը մի օրվա գործ չի, մի շաբաթ կտևի։ Այնպես որ մի շաբաթ մամայի դբրոշ ճանապարհած երեխու տեսք եմ ունենալու։ Շեֆ ջան, կարող եմ գալ։ Չէ, չի կարելի, զբաղված եմ։ Իսկ մի ժամից կարող եմ գալ։ Չէ, այսօր սաղորը զբաղված եմ լինելու։ Կասա 200 դրամ ես։ Էս կաս չի։ Էսա կիմանաս ինչա։ Ուշադրություն։ Սա մեր օֆիսի բողոքի տուփն է։ Որպեսզի բարելավենք մեր աշխատանքը, պետք է հասկանանք, թե օֆիսում ինչ խնդիրներ կան։ Դրա համար չենք քաշվում ու ով ինչ խնդիր որ ունի, գրում եք թղթի վրա ու գցում եք այս տուփի մեջ։ Շատ լավ բան ես մտածել, Երվան ջան։ Եկեք դրա վրա ռիլ նկարենք։ Ոչ։ Ես իմ հեղինակային իրավունքները չեմ պատճառի քեզ։ Իսկ գրողի ինքնությունը գաղտնի է մնում։ Իհարկե, Նարինե ջան։ Երվան, քո անունը Ե-ով է, չէ՞ գրվում։ Հա։ Իսկ գործից հանելը բութ դրվում է գործից բառի վրա։ Չէ։ Իսկ շոպլիկությունը գրական բառ է, արժի տենց գրել։ Հալո, վայնկոմատից է, ինչի չեք ներկայանում։ Անգստացի հարութն է, ես եմ, ռոպեներս էլ պրծե օվիսի հեռախոսից եմ զանգում։ Լսիլա, գարաժդ մաքրեցիր, որ կանք այսօր ֆուտբոլ նայենք։ Արա լավ, էլի նորից փոշու մեջ պտի նայենք այդ ֆուտբոլը։ Լավ, ժամ 8-ին այդտեղ կլինի։ Բարև։ Մերսի, որ փոխարինեցիր։ Բարև, ոնց ես։ Բարև, ավո։ Հարութ քանի անգամ եմ ասել, իրան ավո մի ասա։ Իր անունը ավետիս է։ Եղավ կյանքս։ Ես մի հատ իջնեմ լվացվեմ, վազելով ենք եկել։ Հետո կարաս իջնես պահես։ Ավետիս ջան, ես գիտեմ, որ մեր հարաբերությունները տես միանգամից չի դասավորվել։ Հոպա լապ է։ Ես քեզ քանի անգամ եմ ասել։ Ինձ ավետիսով չդիմես։ Ես ավոն եմ։ Այդ
Քուրիկդ նոր ասեց, որ դու Ինչ քուր, դու չգիտես, որ աղջիկը ասած է ասնավանի չի։ Եկա բոյոտ առել ես, ու այդքան ալը չես հասկացել։ Ոնց ես խելքով միջև հիմա ապրում։ այս սրա մասին էի խոսում, այս երեխան սատանա է։ Հենց անին կողնալնում դառնում Աստծու գար, ու չես կարող բան ասես։ Բոլոսի քեզ ինչ եմ ասում, այ լակոտ։ Ինչ էիր ասում, Հարութ դեդե։ Ուզում եմ իմանայի, քնությունը ոնց ստացավ, ինչ ստացավ։ Գերազանց է հանձնել։ Բոլորը 10 է ստացել, չէ՞։ Հա, քուրիկ, որ այդ ընդունվեմ բժշկական, դառնամ բժիշկ։ Մի մարդկանց կյանքեր փրկեմ։ Ապրի եղբայրը։ Հեսա ես տեղավորվեմ ու գնանք խոհանոց քեզ ուտելու բա պատրաստեմ, հա։ Հարութ, բայց ի՞նչ դուփա։ Այսին ձեր օֆիսի խելարնա բերե։ Ասում եմ բողոքի արկղա, ով ինչ պրոբլեմ ունի, տես թղթի վրա գրում, բերում գցում մեջը։ Հետո դու գիտես, եթե ինչ-որ պրոբլեմ ունենաս, կասես ես ոտերը կջարդեմ այդ պրոբլեմին։ Ես քեզ հասկացա։ Նայնա, պոնչս, ես իջնեմ պահեստ։ Ահա, իհարկե հիշում եմ մեր հանդիպման մասին։ Դուք գալու եք, հա։ Չէ, ուղղակի որ վիրուսներ է տարածված, մտածեցի կարողա հիվանդացել եք։ Հա, ես ուղղակի մի քիչ ֆսֆսում եմ, մտածեցի կարողա ձեզ վարակեմ։ Կարողա թողենք մի ուրիշ օր։ Հա, արդեն հասնում եք, հա։ Դե լավ, ինչ ասեմ, եկեք։ Ես հիմա ինչ անեմ։ Հեսա գալու են ինձ տնեն, մտածելու են էմո եմ։ Ով է։ Համլետ Անինա։ Անի ջան, զբաղված եմ, հիմա չէ։ Ուղղակի շատ կարևոր բան ունեմ ասելու։ Ինչ ա եղել Անի։ Համլետ, ես ինչ է։ Ասեցիր կարևոր բան ես ասելու, էս էիր ասելու, անցի բուն թեմային։ Ուղղակի փոքր աղբորս եմ այսօր էստեղ վերել։ Տանը իրեն մենակ չէին կարող թողնել, տնեցիք էլ տանը չէին։ Հա ինչ ուզում եք արեք, մենակ ստեղ չմտնեք։ Համով տղա, դու Անիի պուտուր եղբայրն ես, հա? Հա, դուք է մեր ու տղա եք, հա? Չհասկացա։ Ինչը չհասկացար։ Տարիքով մեծ ես, կապերը դժվար է բռնում։ Ես ինչ ձև ես խոսում դու։ Ապեր խելոք մնա։ Էդ ինձ ասիր ապեր։ Հա, խելոք մնա։ Սի տղա, քեզ խելոք պահի։ Ավետիս ինչ ա եղել, ինչ ես լացում։ Պատահական ջուրը լցրեցի Երիկի վրա։ Նարինե ծյոծյանը սկսեց գոռալ վրես։ Ես ինչ ա խոսում ես երեխեն։ Անի ջան, էդ չի եղել է։ Ինքը ինադու է ջուրը լցրել Երիկի վրա։ Ես ինադու չեմ լցրել։ Սս պատահական ձեռս կպավ, բաժակը շուռ եկավ։ Նարինե չես ամաչում։ Դու էլ երեխա ունես, գիտես որ նման բաներ պատահում են, չի կարելի երեխու վրա գոռալ։ Անի ջան, ես ուզում եի աս։ Գնացինք ավետիս։ Մի րոպե։ Երիկ, կներես որ պատահաբար ջուրը լցրեցի քո վրա։ Մտածում եմ կարասնել ես ինձ։ Ոչինչ, բոլորիս հետ էլ պատահում է։ Նարինե, իսկ դու երեխուն ասելու բան չունես։ Չէ, չունեմ ասելու։ Գնացինք ավետիս։ Չէի սպասում քեզնից Նարինե։ Ինչ էր։ Իմ երեխեն իրան սենց բեր աչքերը կհանեի սաղի առաջ։
շատ վախեցար Էրիկ ջան։ Չէ։ Դու կեր բալես։ Կեր։ Ես Անիի դեմ ոչինչ չունեմ։ Ինքը շատ լավ աղջիկ է։ Բայց իր եղբայրը ուղղակի սատանա է։ Այ, ես կոնդիցիոները մի քիչ սառացնեմ։ Ես ինչ շոկ է։ Երբ այս հանդիպումը ավարտվելու է, զրթու զիբիլը վրիցս հանեմ։ Այո, ներս եկեք։ Բարև ձեզ, ես Թերեզան եմ։ Մենք խոսել ենք հեռախոսով։ Այո, բարև ձեզ, ես Համլետն եմ։ Եկեք նստեք։ Հեռախոսով ասացիք, որ ֆսֆսում եք, բայց ոնց որ լուրջ հիվանդ եք, հա։ Հա, Թերեզա ջան, մինչև հասակ վիճակս ավելի վատացավ, բայց կարանք հանդիպումը թողենք մի ուրիշ օրվա, հաջողություն ձեզ։ Իսկ ակնությունը ինչի համար է, եթե գաղտնիք չի։ Շատ վատ վիրուսներ է, աչքերս էլ է կարմրել, դրա համար եմ ակնոցով։ Կոնդիցիոները ամենասառի վրա եք դրել, ու դուք էլ սենց տակ հագնված քրտնում եք, սառն էլ փչում է ձեզ վրա, խորհուրդ կտամ անջատեք կոնդիցիոները։ Չէ, տոշնի է։ Հայ չէ Համլետ ջան, դուք սենց ավելի շատ կհիվանդանաք, ավելի լավ է ինձ լսեք, անջատեք կոնդիցիոները, կամ էլ գլխարկն ու շարֆը հանեք։ Ես ինչ թարս վաղտ ինձ հանդիպեց ես բարի մարդը։ Սկի մերս ինձ սենց լավ չի նայել հիվանդ ժամանակ։ Նարինե, աշխատավարձի բարձրացման հարցով պետք է անձամբ Համլետին դիմես։ Ինչ։ Ոչ մի բան։ Սաղ թղթերի վրա գրել եմ, որ Երևանդին պետք է հանեք գործից։ Ոնց հասկացա, բոլորը արդեն գցել են իրենց թղթերը։ Մեկ ժամից բոլորով միասին կկարդանք։ Բա ուր ես ուզում տանես այդ արքը։ Քո ինչ գործ։ Արեգը հաստատել է իր հերթական հիմար կատակներից արել ու բոլոր թղթերի վրա իմ անունով բողոք է գրել։ Ես այդ բոլոր թղթերը կոչնչացնեմ։ Երևան լավ աշխատող չի, իրան գործից հանեք։ Խնդալու չի արեք։ Էլի նույն բանը։ Ընդհանրապես կրեատիվ չի։ Ես ինչ ես անում։ Քո գործը չի ապեր։ Գնաս տեղից։ Ես ինչ ես անում։ Մի հատ քեզ քո չափերի մեջ պահի։ Ես քեզ ուզում են գործից հանեն, եկել ես թակուն թղթերն ես կարդում, այս մեշարիկ։ Ես հեսա անեին կասեմ, քո հակաջները կձգի։ Ես էլ հեսա բոլորին կասեմ, որ դու քո մասին բողոքները ճղում ես։ Ինձ շանտաժ ես անում։ Դու գոնե գիտես, որ իմ երկրորդ անունը շանտաժ է։ Երևան Շանտաժ Զատիկյան։ Ակնոցս։ Ակնոցս ուրա։ Ակնոցս։ Անտես կերակի մեկ։ Ես անին ամեն ինչ կասեմ։ Սևը տալու է։ Անտես կերա։ Անի։
Ձերին ակնոցավոր աշխատողը պաժառ ա տվել։ Ինչ ա եղել Երևանտի, չես վառում ես արքը։ Ես ոչ մի բան չեմ արել։ Ես այդ երեխան արել։ Ինքը սատանա է։ Ես տես բան չեմ արել։ Ես մտաներս տեսա այս արկղը վառումը։ Մենակ այս թուղթը կարողացա փրկել։ Երևանտ, այս բողոքները քո մասին են եղել ու դու որոշել ես վերացնես, հիմա մի հատ էլ դա գցում ես իմ փոքր աղբոր վրա։ Չես համաչում Երևան, գոնե ուրիշ սուտ հորիներ։ Այս երեխին խի պետքա տենց բան աներ։ Սրա թղթերի կեսից շատը ես եմ գրել, ու սա քո մասին։ Բայց իրոք ամոթ է Երևանտ, քո արածները գցում ես երեխայի վրա։ Ես Երևանդին եմ հավատում, որովհետև առավոտյան էլ մեր գլխին էր սարքում այս երեխեն։ Նարինե, դու դեռ շարունակում ես, որ քո երեխեն գալիս այստեղ ես ինձ տենց եմ պահում։ Չէ, որովհետև իմ երեխան ոչ մեկի վրա շարժ չի անում։ Բայց ոնց որ դու ես շարանում։ Չեմ հասկանում, ինչ եք այս երեխուց ուզում։ Շատ շնորհակալ եմ ձեր վերաբերմունքի համար, ես հիմա իրան կտանեմ օֆիսից։ Իսկ մեր փաթեթի առաջին առաքումը երբ պատրաստ կլինի։ Դե մի 5 օրից էլի։ Պարզ է։ Ուղղակի մեզ 3 օրից էր պետք, բայց խնդիր չի։ Այդ դեպքում եկեք նոր գրաֆիկ կազմենք։ Չէ լավ, 3 օրից կլինի։ Շատ լավ։ Այդ դեպքում ես գնամ։ Հա, գնացեք էլի։ Ինչ։ Հետ ուղղակի որ չվարակվեք էլի։ Հաջողություն ձեզ, առողջություն։ Ձեզ էլ հաջողություն։ Հաջողություն եղեք։ Ինչ շոքարը։ Հակի ավետիս մենք գնացինք։ Կներեք ինձ, որ այս կռիվը իմ պատճառով եղավ։ Ներողություն մի խնդրի, դու ոչ մի բանում մեղավոր չես։ Գնացինք։ Ոնց, այս տատուները իսկական չէին։ Դե ասա լվացվի էլի առավոտները Համլետ։